Հիմա ես ձեզ ասեմ, ինչպես վերացնենք այս կախվածությունը, ինչպես մարդը դուրս գա առանց անոթասեղմիչի կիրառման կախվածության։ Տեսեք, առաջինը փորձում ենք այդ անոթասեղմիչները մի քթանցքը կաթեցնել, մյուսը ոչ։ Այսինքն այս որ քթանցքը, որ սկսում ենք չկաթեցնել, այդտեղի լորձաթաղանթը արդեն 7 օրվա մեջ սկսում է կամաց իր ֆունկցիան կարգավորել, թավիկները եւ քթի խոռոչի թթվայնությունը վերականգնվում է, թավիկների շարժումը ավելի լավանում է եւ արդյունքում խեցին այդքան չի այտուցվում։ Երկրորդ տարբերակը, երբ որ մենք անոթասեղմիչը փոխարինենք տեղային ստերոիդ դեղերով, այսինքն տեղային հորմոններով, որոնք որ չունեն համակարգային ազդեցություն, հանգիստ կարող եք կիրառել եւ այն կարող եք անգամ երկարատև կիրառել։ Եվ երրորդ տարբերակը, որ խուսափենք անոթասեղմիչների կիրառումից, օգնության է հասնում նաև հակահիստամինային պրեպարատները, հակաալերգիկ դեղերը, որոնք նույնպես այտուցը նվազեցնելու հետևանքով օգնում են, որպեսզի մենք գնալով ավելի քիչ օգտագործենք անոթասեղմիչներ։ Եվ այսպիսով այս 3 փուլով մենք կարող ենք ավելի հեշտ ձերբազատվել կախվածությունից, որը մենք ունենք անոթասեղմիչի նկատմամբ։